Այսօր այստեղից կգնաք միայն դրական պատասխան լսելուց, պատկար մարմիներին, կողմոտիկանան, մեր արժանապատիվ ժողովրդին բացատրեն և ասեն, որ ձեր երթուղին չի փոխվելու, ձեր երթուղին մնում է նույնը։ Ձեզ պիտի խնդրեմ ներկայացնեք իրավիճակը, քանի որ Պրոշյանի դեպքում ի տարբերություն քազախցիների մոտ 10 օր առաջ տեղ ունեցած այս տեղյակցին, ասում են պրոշյանցիների հարցը լուծվել է, հետո ինչ եղավ, ինչ փոփոխություններ տեղ ունեցան։ Չէ, հարգելի լրագրողներ, ուրեմն Պրոշյանի հարցը մասամբ, քանի որ ես էլ ինքս իմ ելույթում հայտարարել եմ մասամբ է լուծվել, դա եղել է կառավարության շենքի ներսում, նրանք մեզ այսպես ասեմ, փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ, մեզ ասացին, որ 25 ամառը վերջնակետը սկզբնական կլինի նախկին պաշտպանության նախարարության մոտի շրջադարձ կատարելով, այնուհետև մենք բացատրեցինք, որ ժողովուրդը մեծ մասը, քանի որ մայթեզր չկա, մենք առաջարկում ենք 300 մետր առաջանա շրջադարձի տեղ կա, գոնե Պրոշյանի մուտքի մոտ, կամարի մոտ գա։ Նրանք մեզ շատ հանգիստ, շատ մարդավայել ձևի խոսք տվեցին, որ այդ հարցի լուծումը կանեն։ 300 մետրը դա խնդիր չի, այդ հարցը կլուծեն։ Եվ այսօր մենք այնել ենք փաստի առաջ, որ իրենք ստեցին մի ողջ երկու համայնքի ժողովրդի, որը այս երկու համայնքը, հարգելի լրագրողներ, այն համայնքներն ա եղել, որ Երևակայի այնքան զոհեր ունի, այնքան հերոս տղաներ ունի տված, որ այսօրվա իշխանությունները թող զարթնեն քններից եւ օգտվում են այդ տրանսպորտից այդ զոհվածների նաեւ երեխաները ու ծնողները, թող մարդ գտնվեն, հերիք եղավ, իրանք ոնց, այսօրվա իշխանությունները ճանապարհ փակելով ա, չէ՞ եկե իշխանության, անես չանեն, որ ճանապարհ փակելով է այդ իշխանությունները ռադլն են։ Հերիք եղավ է ժողովրդի, այն արունը խմեն։ Մեղք են ժողովրդը, ճիշտ է։ Հա։